Գանե ազատություն ռադիկան, պարոն Թաթոյան, նախ այդ ձեր պատասխանը ուղղակի որպես լրացում շարունակեք, դուք որ ասում եք մենք շարունակում ենք մեր օրակարգ առաջնորդում ենք մեր օրակարգով, արդյոք դա նշանակում է, որ արդեն բանակցությունները այլ ուժերի հետ ավարտվել են եւ դուք արդեն այս ֆորմատով եք մասնակցել ընտրություններին եւ բացառում եք, որ կմիանաք որևէ ուժի։ Այս մասով ինչ կա, այսինքն ընդլայնվելու կամ որևէ մեկին միանալու առումով, պատասխանեք ես հերթով տամ հարցերից եւս երկուսն ունեն։ Այո, շնորհակալություն։ Մեր դռները բաց են բոլորի համար, ով որ մեր սկզբունքներով ունի մեր սկզբունքները, մեր արժեքները կիսում է, մեր գաղափարախոսությունն ու մեր ծրագիրը, մենք մեկ հասարակություն ենք, մի ժողովուրդ ենք, եւ մենք պատրաստվում ենք բոլորով այդպես էլ առաջ գնալ։ Այստեղ մեկ լրացում անեմ, որ մեզ համար կարևոր է նաեւ Սփյուռքը, մենք մեր Սփյուռքի հետ ենք գործակցում, աշխատում, ու առասարակ մեր Սփյուռքի հայերը մեզ համար մեծ կարևորություն ունեն, մենք շատ մեծ հպարտության ենք վերաբերում, օրինակ խոսեցինք Սամվել Կարապետյանի կարևորագույն ձեռքբերումների մասին։ Հիմա կարող ենք ասել օրինակ Նուբար Աֆեյանի մասին։ Տեսեք, մեր որքան հպարտանալու է այս իշխանությունը փորձում է իրեն քաշել, բայց դա միայն մեր Սփյուռքի շնորհքն է։ Նուբար Աֆեյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնների հետ կապված, օրինակ Նուբար Աֆեյանի, Սամվել Կարապետյանի հետ կապված ողջունել եք եկեղեցու հետ կապված միասնական հանդես եկան եւ բոլորս նրանք էլ ազդեցությունը մեծ է։ Նուբար Աֆեյանի հետ կապված օրինակ մեր կառավարման ժամանակ ավելի ենք խորացնելու այն դատակենտրոնների հարցը, որ կա համագործակցությունը, ավելի ենք ներդրումներ ապահովելու։ Այսինքն իսկ ես ասում եմ, որ եթե քաղաքական միանալու է վերաբերվում, բայց դուք որևէ մեկի չեք միանալու։ Հիմա միանալը։ Մենք հայտարարել ենք, որ միասնության թևեր շարժման նախաձեռնության, քաղաքական նախաձեռնության վարչապետի թեկնածուն Արման Թաթոյանն է, եւ որպես նաեւ Հայաստանի թեկնածու։ Եվ մենք այս պահին չունենք օրակարգ որևէ մեկին միանալու եւ չենք էլ ունենալու մինչեւ այսպես ընտրություններ, մենք հետագայում քննարկումները թե դա այլ բոլորին այլ հարց է, բայց մենք պատրաստ ենք, այո, կան նաեւ այսօր բանակցություններ, ձեր հարցը այդ էր, քննարկումներ, բանակցություններ տարբեր ուժերի, անհատների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, ոչ, process-ը, սա ընթացիկ process է, չկա այդպիսի բան, որ եկավ ամսի ես ինչքանից է վերջ ավարտեցինք։ Լավ, պարոն Թաթոյան, կուզեի դուք այս հարցին մի քիչ անկեղծ պատասխանեք, հատկապես որ դուք մի փոքր անկեղծացաք ու ասացիք, որ երբ քաղաքականությամբ չէիք զբաղվում, թվում էր թե այսպես ավելի հեշտ է, գալիս են, համախմբվում են քաղաքական գործիչները, բայց հետո պարզվեց դա բարդ է։ Կուզենայի մի քիչ այստեղ փակակ ձեր բացեիք ու անկեղծ ասեիք, ինչն է բարդ, ինչու չի ստացվում եք համախմբվելը։ Առավել ևս, դուք ձեր խոսքից հասկացվեց, որ ընդդիմադիր դաշտում նաև այդպես ասում են, կոնսենսուս կա, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի թեկնածուն է, կոնսենսուս կա, որ նրա օրոք Հայաստանը կորցնելու ենք։ Դուք պատմեցիք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի օրոք Ադրբեջանը Փաշինյանի խաղաղության քարոզին զուգահեռ Ադրբեջանը ամրապնդվում Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքերում, կառուցում է իր դիրքերը եւ այլն եւ այլն։ Հիմա դուք սրա մասին կոնսենսուս կա փաստորեն, բայց ինչու այդ նույն ընդդիմադիրները, որոնք եթե ամենի մասին բարձրաձայնում են Հայաստանից հավից ելնելով, Հայաստանի պաշտպանությունից ելնելով, ինչու չի ստացվում համախմբվել հենց այդ նույն Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեր նկարագրած ծրագրից ազատելու համար։ Մարդիկ փաստորեն քաղաքական գործիչները իրենց ամբիցիաները ավելի վեր են դասում, քան պետական շահը։ Սա պաշտոնի կռիվ է, երբ դուք արդեն մտակ եք գործընթացի մեջ ու հասկացաք պաշտոնի ձգտումը մարդկանց համար ավելի վեր է ամբիցիան, քան Հայաստանի պաշտպանությունը։ Խնդրում եմ անկեղծ ասեք, ինչու չի ստացվում այդ համախմբումը։ Եվ որպես նաև երկրորդ հարց երևի այսպես, դուք պարոն Թաթոյան, այդ համախմբումը չեմ ասում մեկ ճակատով ընդդիմադիր դաշտով մասնակցել, այլ օրինակ չգիտեմ, երկու ճակատով մասնակցելը դուք համարում եք անարդյունավետ, որտեղ նա շատ է, չի ասում եք համախմբվեք, գնացեք, հաղթեք։ Այսինքն դա անարդյունավետ ճանապարհ է եւ ճիշտ է, որ մարդիկ առանձին այսպես օջախներով պայքար են իշխանության դեմ։ Այս մի հատ ունեմ հարց։ Հիմա տեսեք, նախ ես չեմ ասում չի ստացվում, ես ասում եմ իմ խոսքը նամասը որ բարդ է իրականում։ Այո, բարդ քաղաքական process է, բայց դե ես նկատում եմ բարդ է եւ որոշ տեղերով այո կարող է չի ստացվում, բայց ինքը ընդհանուր եթե խոսում ենք այո բարդ է։ Եվ միանալու մասին սա էլ հստակեցնում որ
երբ խոսեցինք մեր միանալու մասին, եթե խոսքը գնում է միավորվելու մասին առհասարակ, մեր կառույցները եւ այլն, մենք դրա հետ խնդիր չենք տեսնում, բայց մենք նաեւ հայտարարել ենք, որ մենք գնում ենք այս process-ի մեջ իմ վարչապետի տեխնացու լինելու պայմաններով, այո, այսինքն դրա շուրջ, ոչ թե պայման, այլ դրա շուրջ։ Եվ այո, մենք որպեսզի ստացվի եւ ես հավատում եմ, որ ստացվելու է դա, հավատում եմ, որ մեր դա տեղի ունենալու, որտեղ գիտեք, երբ մենք գնում ենք, եկեք այսպես ասեմ, շատ անկեղծ, երբ մենք գնում ենք մեր ժողովրդի հետ հանդիպումների, քաղաքացիների, նրանց ոչ մեկի չի հետաքրքրում այս ինտրիգային բաները, ով ում հետ դա, սրա հետ, մարդիկ ուղղակի ուզում են մեկ բան, մենք երբ ենք ունենալու փոփոխություն։ Ոչ նախկին, ոչ ներկա, ոչ մեկ, ապագա, երբ ենք ունենալու մեր ապագայում մեր երկիրը տանենք այն ճանապարհով, որպեսզի մենք խնդիրներ չունենանք։ Այն ես այսպես շատ անկեղծ կպատասխանեմ։ Եվ երբ խոսում ես մարդկանց հետ, ոչ մեկ այս ինտրիգային հարցերի մեջ ոչ մեկ չի գնում մտնում ասի ինչ այդ մարդկանց դա չի դառնում։ Ինքը ասում է ժողովուրդ ջան, գնացեք այդ հարցերը լուծեք, բայց մեր համար ամենակարևորը, որ այս իշխանությունները չլինեն իշխանության 2027 թվականը, ոչ էլ մենք հետ գնանք նախկին համակարգին, որ ունենք։ Իսկ դրա համար է նաև մենք, որ մեր քաղաքացիներից հանդիպում ենք, այո, խնդրում ենք հենց մեզ ընտրել, որտեղ մենք կարծում ենք, որ մենք ենք այն ուժը լինելու եւ այս պահին էլ մենք ենք այն ուժը, որը զերծ է որևէ նման դիսկուրսից, արատավոր դիսկուրսից, նախկին ներկա եւ այլն, եւ կարող ենք այո ապահովել այդ միավորումը եւ այն լինել այն ուժը, որին մեր ժողովուրդը սպասում է եւ որին մեր ժողովուրդը ուզում է տեսնել իշխանության։ Ոնց որ հարցին էլ պատասխանեցի, Վարդան, ես ուզում հասկանալ, դուք արդեն քաղաքականության մեջ կարող եք պատասխանել դրան։ Ինչու այդ որ կոնսենսուս կա, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի տեխնացուն է, ինչի կոնսենսուս չկա համախմբվել ու օրինակ ինչպես ընդդիմության որակմամբ էլի Ադրբեջանի տեխնացուն հերացնել։ Նորից եմ ասում, մենք դրա շուրջ չի ստացվում։ Որտեղ մարդկանց ամբիցիաները Նայ, հələ քաղաքական process-ը ավարտել, տեսեք, դեռ ընտրությունները կա ժամանակահատված եւ քաղաքական միավորները իրար հետ բանակցում են, քննարկում եւ այլն, բայց ես հիմա այ շատ անկեղծ եմ հենց ձեր հարցին պատասխանում։ Ես չեմ ուզում մտնեմ նորից այդ սպեկուլյացիա, ոչ թե ձեր հարցի հետ տեսանկյունից, այլ այդ ինտրիգային վիճակի մեջ չեմ ուզում մտնել, որովհետեւ մեր քաղաքացիները դա չեն ուզում լսել։ Մեր քաղաքացիները ուզում են լսել լավ, երբ է լինելու, իրենց շատերը կան անգամ չեն էլ ընդունում, ասում են այդ կռիվները չենք ընդունում։ Դե դրա համար էլ, բայց մենք արդյունավետ չի Վարդան, ձեր գնահատմամբ արդյունավետ չի, որ ընդդիմադիր դաշտը մեր ճակատով մասնակցի։ Դուք կարծում եք, որ ունենք արդյունավետ է, որ մի քանի օջախներ ունեն մարդիկ ընտրություն ունենան ընդդիմադիրների մեջ։ Ես այդ հարցի պատասխանը։ Մենք պետք է այո հնարավորինս միավորված ենք եւ մեկ ճակատով գնանք, այո։ Դրա համար եմ, այո, դա հենց մեր այն ինչ որ մեր հանրությունը ուզում է, բայց թե որ այս մեկը սրա հետ էս ունեցավ, այդրանք արդեն ինտրիգային ինչ որ բաներ, որոնք մեր քաղաքացիներին չեն հետաքրքրում։ Նրանք հակառակը տենց բաների զայրանում են։ Գիտեք ինչ, որ այս մեկը սրա հետ չմիացավ, ինչի դե վերջում մարդը կանգնում ասում է, ինչ ասում է, դե գիտես ինչ կա այդ քո ամբիցիաները ինչ չի հետաքրքրում ընդհանրապես։ Ես արդյունքում ունեմ երկիր, որ այդ երկիրը կարող կանգնած է, դուք ասում եք, որ խնդիրների առաջականգնած, ես ուզում եմ նաև այդ խնդիրները այնպես անել, որ այս իշխանությունը չլինի իսկ ինքը ինչպես է ուզում նախքին այդ համակարգ չլինի իրար մեղադրել նախքին ներկա սրա հետևից գնալ եւ մենք մեկը ուզում է անդադ ցույց տալ ինքն է ավելի լավ է եղել այլ մեկը ուզում է ցույց տալ որ ինքն է լավ է եղել այն նման բաներից պետք է անմիջապես մենք ձերբազատվենք եւ այս ընտրությունները իմ կարծիքով դրա շանսն են եւ այո մենք այն ուժն ենք եւ այն նախաձեռնությունն ենք որ ունենք այդ մենք կարող ենք համապատասխանում ենք մեր քաղաքացիների այդ ակնկալիքներին եւ բնականաբար նաեւ գնալու ենք այդ ճանապարհով։ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու հնարավորություն կա։ Ես հավատում եմ, այո, ես հավատում եմ։ Մեր եկեք ասեմ այսպես, ընդդիմադիր դաշտը որն է, տեսեք, խոսքը մեր քաղաքացիները կատարելու ընտրությունն է, չէ՞։ Խոսքը մեր քաղաքացու մասին է։ Հայաստանի քաղաքացու ամեն օր, որ աշխատում է, աշխատանքից գնում է տուն, հարկ է վճարում, երեխա է դաստիարակում, երեխային ուղարկում է մանկապարտեզ, ուզում է երեխան ապահով երկրում ապրի, չի ուզում արթնանա եւ իր պատուհանից տեսնի կամ ամեն օր սիրտը սրտատրով բացի նա հեռախոսը նայ այսօր մի հատ խնդիր եղել է թե չի եղել, կրակոց եղել է, այս իշխանությունը գնացել է որ պերաշկի ուտելու է գնացել, թե գնացել է երկիրը պաշտպանելու։ Մեր քաղաքացուն պետք է պարզապես նորմալ կյանք, որ ինքը երեխա մեծացնի, ապահով լինի, ապահով ապագա լինի։ Իսկ դրա համար այս ներքին խժդժություններ ընդհանրապես, այո, մենք պետք է դրանից զերծ լինենք, որպեսզի մենք կարողանանք անել այն ինչ որ մեր քաղաքացիներն են նաև ուզում։
միավորված ընտրությունների միջոցով, այո, մեր դրա համար մենք պետք է բոլորս այնպես աշխատենք եւ այո, ես էլ եմ դրան համար պատասխանատվություն զգում եւ դա առաջնահերթ է մեզ համար, որ կարողանանք այնպես անել մեր քաղաքացուն ճիշտ ներկայացնել, որ մեր քաղաքացին իմանա եւ ճիշտ ընտրություն կատարի, թե ում է ինքը տեսնում իր ապագա, իր երկրի իշխանության ղեկին։ Լավ, պարոն Թաթոյան, հիմա այսինքն կարծում եք կար հնարավորություն Փաշինյանին հեռացնելու։ Մեր քաղաքացիների ընտրությունը անողը մեր քաղաքացին է։ Մենք բոլորս պարտավոր ենք անել, մեր քաղաքացին չի ուզում, հոգնել են բոլորը ստերից, հոգնել են բոլորը մանիպուլյացիաներից, ամեն ինչից հոգնել են։ Նախկինում ինչպես է, տեսեք, ես մեր գյուղերի այդ հանդիպումները, որ գնում ենք անցած ցույց են տալիս, չէ՞, մարդիկ ինչ են անում։ Ասում են, այդ ստեր, այն մեկը եկել է բաները խոստացել չի արել, այն մեկը մանիպուլյացիաներ արել, հիշել է, չգիտեմ, 4-5 տարի հետո, պաշտոնա ստացել, գնացել է անձնական հարստացմամբ զբաղվել, որ գնա ոնց իր հարցերը լուծի եկել, վերջում քաղաքացիները տեսել է, չէ՞։ Հիմա հոգնել են մարդիկ։ Նիկոլ Փաշինյանը խաղում է հենց դրա վրա։ Հիմա հոգնել են մարդիկ, զզվեցրել է ուղղակի մարդիկ ասում են մենք ուզում ենք նորմալ իշխանություն, որ ոչ կգնա նախքին ներկա կանի, ոչ էլ սրա նրա ազդեցության իշխանության տակ կմի։ Դա համար մենք ասում ենք մենք միայն Հայաստանի շահերով ենք շարժվելու, բացառապես չենք լինելու որևէ ազդեցության տակ եւ չկանք ու դրա ուղաշխատելու ենք բացառապես Հայաստանի քաղաքացու շահի օգտին եւ սա է մեր օրակարգը։ Լավ, շնորհակալ եմ, պարոն Թաթոյան, դուք նկարագրեցիք, թե ոնց են ադրբեջանցիները ամրապնդվում մեր իշխանությունների աչքի առաջ, պաշտպանության նախարարության աչքի առաջ զինուժի ամրապնդվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Դուք տեսնում եք այդ ամեն ինչը, օրինակ դուք կարծում եք, դուք գիտեք ադրբեջանցիներին Հայաստանի տարածքից հանելու ճանապարհը, այսինքն կան միջոցներ, Նիկոլ Փաշինյանը չի անում, կան միջոցներ, օրինակ զինված ուժերը չեն անում Հայաստանի պաշտպանության ուրեմն բանակը, դրա մասին ասեք, այսինքն կան ճանապարհներ, բայց իշխանությունը միջոցներ ձեռք չի առնում, որպեսզի խաղաղության, ինչպես ընդդիմությունը ասում, իմիտացիան շարունակվի։ Եվ օրինակ, եթե դուք իշխանության գաք, ձեզ կհաջողվի փոխաբերական իմաստով ասում, հա, քանդել Տիրանցի պատը, այդ ամեն ինչը եւ ադրբեջանցիների հետ սկսել նորից ինչ-որ բան, թե դուք պիտի շարունակեք։ Ինչ շարունակենք։ Այս բանակցությունները սահմանազատման, Տիրանցի պատի շարունակությունը եւ այլն։ Առաջինը, ինչու Նիկոլ Փաշինյանը չի անում, որովհետեւ կախված է ադրբեջանական իշխանությունից։ Դրա համար էլ չի անում։ Նիկոլ Փաշինյանը կաշկանդված է այն հայտարարություններով, որով բերել մեր երկիրը հասցրել է սրան եւ ինքը լավ գիտի, որ ինքը չի կարող դեմ գնալ, որովհետեւ իր հայտարարությունների, իր քայլերի պատճառով է այս ամեն ինչը։ Երբ թաքցնում էր, երբ եկել էին Գորիս Վորոտան ճանապարհը վերահսկողության տակ էին վերցրել, այսօրվա պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը փոխվարչապետ էր աշխատում։ Եվ իր հարցազրույցում շատ լավ հիշում եմ, գնում էին գիշեր-ցերեկ փաստեր էին քաղաքում, մեր քաղաքացու տան մեջ էին նստած, Հայաստանի քաղաքացու տան մեջ էին նստած, կադաստրի վկայականով ցույց էին տվել, ասում է, գիտես ինչ կա, մենք չենք կարող, դա իրենց գործն է, ինչ պիտի անեն, եւ դրանից բացի խորհրդային ժամանակներից այդ ճանապարհը ուրվագծված է։ Երբ գնում էինք մեր Սև լճի մոտակայքում մյուս տեղեր, ասում էինք ադրբեջանական զինված ծառայողներ եկել նստել են, պետք է անպայման դրանց հանել, անվտանգության գոտու մեխանիզմ էինք առաջարկում։ Հայաստանի իշխանությունը ամենակատաղի միջոցների էր դիմում, որ լրացնել, որ միջազգային հանրությունից թաքցներ։ Եվ այսօր տեսնում ենք ինչ անում։ Այո, մենք կարող ենք, ես հստակ լուծումները պատկերացնում եմ եւ մեր թիմը կարող է, այո, պատկերացնում է, թե ինչպես կարող ենք հարցը լուծել։ Ես սկզբում ասացի, մեր անպայման առաջնահերթ մեր զինված ուժերի ամրապնդում, բանակի հզորացում, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման, մոբիլ ուժերով եւ այլն։ Ֆինանսական միջոցներ, ռազմաարդյունաբերության զարգացում, սահմանազատման հարցերը օրակարգ վերելով։ Տեսեք, ես ընդհանրապես մի քանի օրինակ բերեցի։ Այս պահին մենք դեռ իշխանության չենք, բայց մենք արդեն միջազգային հայցեր ենք տարել Գեորված ազգերի կազմակերպություն, որոնք վերաբերում են մեր սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։ Մենք արդեն դարձել ենք դա միջազգային օրակարգի հարց։ Դրանք նոր ենք ներկայացրել, ընդունվել են, մենք եւ դրանք պետք է դառնան միջազգային օրակարգի հարցեր, մենք թույլ չենք տալու, որ դրանք մոռացվեն։ Մյուսը կլինի թրիփը, մյուսը այո, բանակցություններում այս հարցը միշտ բարձրացնելու ենք։ Այսօր այս հարցը մոռացության է մատնված։ Ոչ մեկ չի խոսում այս հարցի մասին։ Եվ նաեւ ձեզ ասեմ, որ զինված ուժերը որ ասում եք, հարցը մեր զինվորականների մեջ չի։ Տեսեք,
Հարցը մեր քաղաքական, բացառապես քաղաքական իշխանության հարց է։ Զինված ուժերը, մեր զինվորականները, մեր հայրենասեր տղաներն են եւ կանայք, հայրենասեր մարդիկ են մեր քաղաքացիները, որոնք պատրաստ են ամեն գնով երկիրը պաշտպանել, դա ցույց են տվել։ Բայց խոսքը չի վերաբերում պատերազմների մասին, խոսքը վերաբերում է, այո, ուժեղացնելով բանակը հզոր տնտեսությամբ, հզոր բանակով, ճիշտ դիվանագիտությամբ, միջազգային մեխանիզմներն օգտագործելով, բաց օրինակ բերեցին միջազգային քրեական դատարան։ Վավերացնել ոչ մի չեն անում, այսինքն այստեղ կամքի հարց է, քաղաքական կամքի հարց է, որ տեսեք քաղաքական իշխանության կամքի բացակայության պատճառով ամբողջ մեղքը գցում են մեր զինվորականների վրա, չէ՞, բայց այստեղ քաղաքական կամքի բացակայության մենք ունենք ամենալավագույն մասնագետները, որոնք տիրապետում են, թե ինչպես կարող են այդ ամեն սահմանագծով ինչպես կարող են անել այդ հարցերի լուծումները եւ դարձնել միջազգային օրակարգ ճիշտ օգտագործել մեխանիզմները ոչ միայն անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության, անվտանգությունը նաև մարդու հետ է կապված, չէ՞, հատուկ զեկուցողներ բերելով եւ այլն, այսինքն այո, մենք լիարժեք պատկերացնում ենք այդ լուծումները ինչպես պետք է լինեն։ Թե ինչ ենք անելու, մենք չենք սկսելու զրոյական կետից, մենք չենք սկսելու մեր սեփական կետից, մենք սկսելու ենք նրանից, ինչ հիմա կա, որովհետև մենք ունենք միջազգային պարտավորություններ, մենք լինելու ենք այնպիսի իշխանություն, որը գիտակցում է իր պարտավորությունները, որը պատասխանատու է հանդես գալիս միջազգային հանրության առաջ, որի խոսքին հավատում են, որը գիտակցում է, որ իր խոսքը պետք է ունենա ուժ, պետք է ունենա կշիռ, եւ մենք բնականաբար այդ կետից սկսած ենք աշխատելու եւ մենք դրա համար ենք ասում, որ պետք է հնարավորին շուտ այնպես անել եւ այս ընտրությունները այդ պատմական հնարավորությունն են, որ մենք կարողանանք այնպես անել, որ Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության եւ մենք անք իշխանության, որպեսզի կարողանանք մեր քաղաքացիների աջակցության, որտեղ մեր հույսը, մեր հավատը նրանք են, մեր քաղաքացիները, որպեսզի կարողանանք այս հարցերի լուծումներն ապահովել։ Պարոն Թաթյան, մի ճշգրտում էլի տարածքների հետ կապված, որտեղ որ ներխուժել են, այդտեղ հայկական կողմը մարտական հենակետեր ունեցել է, թե այդպես տարածքում մենք հենակետեր չենք ունեցել, որովհետև եթե այդտեղ մենք օրինակ դեմ դիմաց կամ չգիտեմ մոտակայքում մարտական հենակետեր ենք ունեցել, սա նշանակում է, որ հարցը զեկուցվել է մինչև գլխավոր շտաբ, այստեղ արդեն նշանակում է, որ զինծառայողը պետք է ստանար հրահանգ, օրինակ, չգիտեմ, կրակ բացել, որովհետև սուվերեն դա իր պարտականություն է, այլապես ստացվում է, որ կամ անգործություն է, կամ էլ այս երկու դեպքում էլ հանցագործություն է, եթե անգործություն է